Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բայց մենք այս մեր գործիքը, հասկանում եք, ես ուզում եմ սա ճիշտ գնահատվի սրա քաղաքական իմաստը։ Այն գործիքը եւ լծակը, որ ընդունված է եղել, որ կառավարությունը իր ձեռքում պահի, որ որպես լծակ օգտագործի քաղաքական նպատակներով, մենք այդ գործիքը տալիս ենք մարդկանց ազատություն ենք տալիս, որոշումներ կայացնելու, զարգացման օրակարգեր որդեգրելու եւ իրականացնելու համայնքի տրամաբանությամբ, իհարկե կառավարության լիազորությունները եւ գործառույթները որևէ կերպով չզիջելով։ Եվ ես խնդրում եմ, որ այստեղ մենք շատ սկզբունքային գտնվենք, որովհետեւ սկզբունքային չգտնվելու դեպքում մենք չենք կարող զարգացման այն օրակարգը, որը բխում է մեր երկրի շահերից, սպասարկել։ Բայց սրա հետ կապված ես ուզում եմ ասել, որ մենք որոշակի խնդիրներ ունենք։ Եվ այդ իհարկե մի քիչ երկարում է քննարկվում, բայց ես ուզում եմ սրա մասին խոսել, որը կապված է նաև համայնքային հողերի օտարումների եւ նրանց գների հետ։ Մենք իհարկե որոշակի փոփոխություններ ենք արել, որի արդյունքում, շատ կարևոր բան, այս կադաստրային փոփոխությունների, գների փոփոխությունների արդյունքում համայնքների հողերի գները էականորեն բարձրացել են, ինչ նշանակում է նաև համայնքների եկամուտներն են բարձրացել, բայց այս վերջերս ես մի ահազանգ ստացա, որ 100 դրամով համայնքային աճուրդով ձեռք բերված հողակտորը վաճառվում մի քառակուսի մետրի մասին է խոսքը, վաճառվում է մի քառակուսի մետրը, այսինքն համայնքից ձեռք բերված արդեն երկրորդային շուկայում վաճառվում է, ասենք օրինակ քառակուսի մետրը $500։ Ու բնականաբար հարց առաջացավ, այդ ինչպես կարող է դա տեղի ունենալ, եւ նախ հարցն այն էր, թե ինչու է համայնքը 100 դրամով վաճառել այդ հողը։ Պարզվեց, որ համայնքը 100 դրամով որ վաճառել է, ավագանու որոշմամբ հələ մի բան էլ մինիմալ արժեքից 20 անգամ ավելի բարձր գնով է վաճառել, որովհետեւ այդտեղ եղել է արոտավայր կամ չգիտեմ ինչ որ բան կարգի հող, վատ կարգի հող։ Լավ, այդ հələ մի հարցն է, որը ինչ որ ձևով գիտություն ընդունեցին, բայց հաջորդ հարցն է ծագում, ո՞նց է որ հիմա շուկայում վաճառվում է 500 կամ լավ 50, լավ 10 անգամ 100 դրամ $50, $50, շատ լավ, թող լինի $50, ես մի 0 ավելացնում եմ։ Բայց նույնիսկ եթե $5, ասենք $100 համայնքից ներողություն, 100 դրամով համայնքից ձեռք է բերել, լավ ասենք եթե $5 վաճառում, ուրեմն 20 անգամ ավելի թանկ, եթե $50 է, ուրեմն 200 անգամ ավելի թանկ, բայց ո՞նց է ստացվում, ի՞նչ է տեղի ունենում։ Բարձում է հետևյալը, բացատրությունը, որ մենք այդ տարածական պլանավորման այդ գործողությունը, որ անում ենք, ընթացքում հաստատվել է համայնքի նոր կամ գլխավոր հատակագիծը կամ ինչ ենք ասում, պարոն Վարդանյան, այդ փաստաթղթին միկրոռեգիոնալ փաստաթուղթն է ընդունվել եւ ինչ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում այդ հողը, որը համարվել է գյուղատնտեսական նշանակության ամենահետին կարգի հող, այդ ընթացքում իր կարգավիճակը այդ միկրոռեգիոնալ պլանավորմամբ փոխվել է եւ դարձել է խառը կառուցապատման հող։ Եվ այս որոշման բերումով այդ հողի գինը 100 դրամից դարձել է $50։ Հիմա այստեղ թվում է թե որ նայում ես ամեն ինչ նորմալ է, բայց այստեղ խնդրեմ կա, որովհետև եթե սովորական պայմաններում այդ 100 դրամով ձեռք բերված հողը մարդը ուզենար կատեգորիան փոխել եւ այլն, այդ փոփոխությունների ընթացքում համայնքին ինքը պետք է հսկայական գումար վճարեր։ Եվ հիմա ստացվում է, որ առանց այդ գումարը վճարելու էլի պետք է վճարի, դե պարզաբան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ։
Մեծարգո վարչապետ, այստեղ ես կարծում եմ, որ հարցը կարող է վերաբերվել գյուղատնտեսական հողին, որովհետև այդ 2020-21 թվականների փոփոխությունների արդյունքում մենք չենք վերագնահատել գյուղատնտեսական նշանակության հողերը, այլ վերագնահատել ենք մնացած բոլոր հողերը, որովհետև գյուղատնտեսական հողերի գնահատման մեթոդաբանության մեջ ավելի խորը գիտական ուսումնասիրության կարիքներ կա հողի որակի նմուշառումից եւ նույն այն նախկին հարցով բնակլիմայական պայմանների վերլուծությունից։ Եվ այս պարագայում գյուղատնտեսական հողերը հիմա էլ շարունակում են էժան արժեքներ ունենալ իրենց իրական շուկայական արժեքներից համեմատ։ Եվ համայնքը երբ որ հանում է հաջորդի, ենթադրյալ գինը, որը որ ֆիքսվում է, կամ պետք է լինի շուկայական գնահատումը, կամ իր կադաստրային արժեքը։ Եվ դա է հիմնական պատճառը, որ այսօրվա օրենսդրական կարգավորումներով հաշվի առնելով գյուղատնտեսական հողերի էժան կադաստրային արժեքները, համայնքները դնում են հաջորդի էժան գներով եւ այնուհետեւ այդ հողերը իրականում շուկայական արժեքով շուկայում օտարվելուց ավելի թանկ են օտարվում, բայց նպատակային նշանակության փոփոխության համար միայն եթե համայնքը ինքը փոխեր եւ այնուհետեւ հաներ հաջորդի, այդ ժամանակ չի վճարում, դե համայնքը իր բյուջե չի վճարելու, իսկ մյուս բոլոր դեպքերում, երբ որ ինքը գյուղ հողը օտարում է, գնորդը ձեռք է բերում, նպատակայինի փոփոխության յուրաքանչյուր պարագայում պետք է վճարվի արդեն տվյալ գյուղատնտեսական հողի կադաստրային արժեքի եւ տվյալ հողի մոտարկված շուկայական արժեքի տարբերությունը համայնքային բյուջե։ Հիմա հարցը հետեւյալն է. միկրոռեգիոնալ փաստաթղթերի ընդունման պարագայում, երբ որ այդ գյուղատնտեսական հողի գոտիականությունը փոխվում է եւ դառնում է շինարարության համար պիտանի հող, գների տարբերությունները պետքա պարտադիր կերպով վճարվի։ Այո, այստեղ ուղղակի ընթացակարգն է հեշտանում, եթե միկրոռեգիոնալով գյուղատնտեսական հողը նախատեսվում է բնակավայրերի կամ այլ արդյունաբերական նշանակության, այն պարագայում պետք է միջգերատեսչական հանձնաժողովով դրական եզրակացություն ստանալ առանց միկրոռեգիոնալի, այս պարագայում համայնքի ղեկավարի որոշումով տվյալ գյուղ հողը համապատասխանեցվում է միկրոռեգիոնալին, բայց մեզ մոտ իրավունքի պետական գրանցման պահին պետք է հողի սեփականատերը ներկայացնի կադաստրային արժեքների տարբերության վճարման կնտրոնը։ Հա, այսինքն այդտեղ մենք համակարգային լուծում ունենք եւ այդ ահազանգը իրականում այդքան էլ ահասարսուռ չի։ Սենց նայենք, եթե արդեն իսկ փոխված հողը, նպատակային նշանակության փոխված հողը հանվեր աջուրդ վաճառքի, միգուցե այդտեղ ավելի շահագրգռվածությունը մեծ լինի, միգուցե նույն գինը լինի, էլի մեկը սահմանը իր մոտարկված շուկայական արժեքն է, այսինքն մի պարագայում համայնքը ծախում է գյուղատնտեսական հող, մի պարագայում արդեն վաճառում է հողի նպատակային նշանակության փոփոխությամբ հողը։ Չէ, մի րոպե, այսինքն ձեր ասածով ստացվում է, որ բոլոր պարագայում համայնք այնուամենայնիվ այն միջին շուկայական արժեքը, որ պիտի ստանար, ստանալու է։